Երեք հրաժարականի մասին են հայտնել մասնագիտական արհեստավարժության եւ անաչառության դասական օրինակ համարվող բրիտանական լրատվամիջոցի երկու բարձրաստիճան ղեկավարներ։ British Broadcasting Corporation Բրիտանիայի հեռարձակման կորպորացիա 1922-ին հիմնադրված ընկերությունը աշխարհին հայտնի է իր նույնքան դասական դարձած հպարտ ու խրոխտ հապավումով BBC, եւ ահա համաշխարհային սկանդալ պաշտոնները ազատում են Բրիտանիայի հանրային հեռարձակողի գործադիր տնօրեն Թիմ Դեյվին եւ լրատվության բաժնի տնօրեն Դեբորա Թարնեսը։ Some breaking news to bring you about the BBC. The BBC chairman has announced that both the Director General Լուր, որը կներեք ծամծնված եզրույթ կիրառելու համար ցնցել է լրատվական աշխարհը։ Ինչու են հեռանում BBC-ի երկու ղեկավարները, մեկը մյուսից բարձրաստիճան։ Եկ պատտենք ժամանակի անիվը 2021 թվականի հունվարի 6 Վաշինգտոն։ Full of cops make a brave stand trying to hold the line, but the angry mob overwhelms them. Hundreds follow. Ընտրություններում պարտությունը չընդունող նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձով դիմում է աջակիցներին, որոնք մտադիր են շարժվել դեպի Կապիտոլիում։ Ահա ինչպես է այդ ճակատագրական դրվագը ներկայացրել անաչառ լրատվության լուսապսակին հավակնող BBC-ն։ We're going to walk down to the Capitol and I'll be there with you and we fight. We fight like hell. Մենք շարժվենք դեպի Կապիտոլիում, ես ձեզ հետ կլինեմ եւ մենք կատաղի կռիվ կտանք։ Ցանկացած շարքային մարդ սա ակամա կընկալեր որպես խռովությանը միանալու կոչ։ Ես ձեզ կառաջնորդեմ, կգնանք, կկռվենք, բայց ահա թե ինչ է իրականում ասել Դոնալդ Թրամփը։ We're going to walk down to the Capitol and we're going to cheer on our brave senators and congressmen and women. Մենք շարժվենք դեպի Կապիտոլիում եւ մենք ողջունենք մեր խիզախ սենատորներին, տղամարդ եւ կին կոնգրեսականներին։ Ակնհայտ է, որ այստեղ չկա խռովության կոչ։ Ծավալուն ելույթում այդ նախադասությունից մոտ 1 ժամ ավելի կոնկրետ 54 րոպե անց Թրամփը լրիվ ուրիշ կոնտեքստում խոսել է կատաղի կռիվ տալու մասին։ BBC-ի մշակութային եւ մեդիա ծրագրերի խմբագիր Քեյթի Ռազալը գործադիր տնօրենի եւ լուրերի բաժնի տնօրենի հրաժարականները անվանել է աննախադեպ։ Դա սեյսմիկ ցնցում է, միանգամից զրկվում ենք գործադիր տնօրենից եւ լուրերի տնօրենից։ Դա արտակարգ երևույթ է BBC-ի պատմության ընթացքում, հայտարարել է Ռազալը։ BBC-ի լրատվության բաժնի տնօրեն Դեբորա Թարնեսը հավաստիացնում է, որ BBC-ում չկա ինստիտուցիոնալ կողմնակալություն։ Լրագրողները սխալվում են, սակայն հանրությանը միտումնավոր խաբելուն ուղղված քաղաքականություն չկա։ I stepped down over the weekend because the buck stops with me. Ինձ համար մեծ պատիվ էր ծառայել որպես BBC-ի լուրերի գործադիր տնօրեն եւ աշխատել մեր լրագրողների հիանալի թիմի հետ։ Ես հրաժարական տվեցի շաբաթվա վերջին, քանի որ պատասխանատվությունն իմն է, բայց ես կցանկանայի մեկ բան շատ հստակ ընդգծել. BBC News-ը ինստիտուցիոնալ առումով կողմնակալ չէ, ահա թե ինչու այն աշխարհի ամենավստահելի լրատվության միջոցն է։ Institutionally biased. That's why it's the world's most trusted news provider. Նույն BBC-ն հենց իր նախկին բարձրաստիճան աշխատողների կարծիքն է մեջբերում։ BBC-ի հեռուստատեսության նախկին տնօրեն Դենի Քոհեն։ It's not just that the Trump video was faked, it was the fact that Mr. Davey and Ms. Turners knew that it was faked for the last 6 months. They attended a meeting 6 months ago in May 2025 when it was discussed, and they did nothing about it, they remained silent. Նրանք մասնակցել են 6 ամիս առաջ 2025 թվականի մայիսին մի հանդիպման, երբ այն քննարկվել է, եւ նրանք ոչինչ չեն արել դրա դեմ, նրանք լռել են։ And they did nothing about it, they remained silent. Բրիտանական լրատվական աշխարհում իսկապես անհանգիստ վիճակ է։ BBC-ի մրցակիցները ասում են, թե հանրային միջոցներով ֆինանսավորվող լրատվամիջոցը հանրությանը խաբելու իրավունք չունի։ Շատերը նշում են, որ BBC-ն ընդհանուր հաշվով անաչառ լրատվություն ներկայացնելով այնուամենայնիվ որոշակի կողմնապահություն է դրսևորում, մասնավորապես Գազայում պաղեստինցիների սպանդի վերաբերյալ եւ խուսափում է տեղի ունեցածը զանգվածային սպանդ որակելուց։ Մեղմ է լուսաբանում կառավարության գործունեությունը եւ չափից շատ նրբանկատ է հատկապես թագավորական ընտանիքի հանդեպ։
it's pretty to the direct and to the... ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է BBC-ի երկու բարձրաստիճան ղեկավարների հրաժարականները։ BBC-ի գործունեությունը վերահսկող մարմինը խորհուրդն է, որի կազմում կա 14 անդամ։ Խորհրդի նախագահ Սամիր Շահը այսօր տարածել է գրություն, որով հանրությունից ներողություն է խնդրել Թրամփի վիդեոն կեղծելու կապակցությամբ։ Նա հայտարարել է, որ անաչառ եւ արդար լրատվությունը BBC-ի էությունն է եւ անբաժանելի է BBC-ի դնթից։ Խոսելով հրաժարականների մասին, նա ասել է, թե այդ երկու պաշտոնյաները ավելի վաղ պետք է դիմեին այդ քայլին։